եմ համարում նաև նշել, որ ազատությունների մասին պետք է խոսենք ոչ միայն նրանք, ովքեր հետաքրքրված են, ովքեր հասկանում են փայլությունը, ովքեր հասկանալով փայլությունը հասկանում են փայլերի անհրաժեշտությունը։ Ես դիմում եմ նրանց, ովքեր լուր են այս անարդարությունների հանդեպ։ Լրությունը ոչինչի չի հանգեցնել։ Լրությունը ուղղակի ձեզ մասնակիցն է դարձնելու այս ամենին։ Տարիներ հետո, երբ որ դուք դաստիարակեք ձեր երեխաների, հորների, երբ որ ձեր սերունդները լսեն ինչ է կատարվել այսօրվա Հայաստանում, դուք պետք է պատասխանը տալ, ինչ է կարել, որ նրանք ապրեն ավելի լավ հայրենիքում, ինչ է կարել, որ նրանք ապրեն ավելի լավ ապագայում։ Հենց այստեղ է, որ ամենքս ունենք մեր անելիքը մեր խղճի հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Լրությունը ձեզ միայն դարձնում է մասնակից այս անարդարությունների։ Չի կարող լինել երկակի ստանդարտներ խոսքի ազատության վերաբերյալ։ Չի կարող լինել երկակի ստանդարտներ ուղղակի, չի կարող լինել խոսքի ազատության սահմանափակում միայն Հայաստանում։ Պետք է խոսվի սրա մասին։ Պետք է ասվի, խոսքի ազատությունները սահմանափակվում են այնպես, ինչպես սահմանափակվում են այլ երկրներում։ Կառույցները, ովքեր զբաղվում են մարդու իրավունքներով, ազատություններով, միջազգային կառույցները, նրանք պետք է ձայն բարձրացնեն, նրանք պետք է խոսեն անարդարությունների մասին։ Երկակի ստանդարտներով մենք ոչինչի չենք հասնելու։ Երկակի ստանդարտները ծնելու են նոր անարդարություններ, բերելու են նոր խնդիրների, ավելի վատ խնդիրների առջև են կանգնելու։ Շատ դեպքերում մարդկանց լռությունը, մարդկանց անտարբերությունը դժվար է բացատրել։ Հանգամանքների բերումով, երբ որ խոսում եմ իմ միջազգային գործընկերների հետ, դժվար եմ գտնում պատասխաններ այն հարցերի, թե ինչու լուռ են, ինչու մասնակցության թիվը մեծ չէ, կամ ինչու դեռ փոքրիկ խմբակը շարունակում է իր գործունեությունը։ Հավատացեք, շատ դժվար է պատասխանել այդ հարցերին։ Շատ դժվար է պատասխանել այդ հարցերին ու ասել, որ Հայաստանում մարդիկ արժանապատիվ են, որ Հայաստանում մարդիկ հոգ են տանում իրենց սերունդների մասին, հոգ են տանում իրենց երկրի ու ապագայի մասին։ Միայն խոսելով, միայն բարձրաձայնելով եւ միայն արտարություն պահանջելով ինքներս կարող ենք հասնել այն հաջողություններին, ինքներս կարող ենք հանգեցնել նրան, որ այս փոքրիկ խմբակը այլևս որոշում կայացնելու իրավունք չունենա։ Նրանք անարդարացիորեն ամեն տեղ հայտարարում են, հանդես են գալիս հայ ժողովրդի անունից, բայց տեսեք քանի տոկոսի վստահություն են նրանք վայելում։ Արդյոք այն լուր մարդկանց ձայնը նրանք պետք է բարձրացնեն, թե ոչ։ Արդյոք նրանք պետք է խոսեն բոլորիս անունից։ Չի կարելի հանդուրժել։ Պետք է մենք ինքներս վերցնենք պատասխանատվությունը։ Մարդիկ, ովքեր լուր են, պետք է ձայն բարձրացնեն, պետք է միանան։ Անպայման չի միանան որևէ քաղաքական ուժի, որևէ շարժման։ Միացեք, արեք ձեր ձևով, մենք անենք մեր ձևով։ Բոլորիս համախմբումը կարող է ցույց տալ փոքրիկ խմբակին, որ իրենք քիչ են, որ իրենք չեն ներկայացնում Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի հավաքական կամքը։ Հայ ժողովրդի մասին խոսելիս կուզեմ նաև անդրադառնալ մեր սփյուռքի հայրենակիցներին, մեր քույրերին ու եղբայրներին։ Այս ընթացքում շատերն են դիմել, շատերիս են դիմել։ Ուզում եմ ասել, որ հիմա խոսքը կփոխանցեմ մեր ընկերներին, իրենք ուրիշ հայտարարություն ունեն, բայց սփյուռքը բազմաշերտ է, մենք դա լավ հասկանում ենք։ Սփյուռքը տարբեր է, սփյուռքը Միացյալ Նահանգներում է, արևելյան թևում, արևմտյան թևում, սփյուռքը Ռուսաստանում է, Պետերբուրգում, Մոսկվայում, տարբեր քաղաքներում, մենք հասկանում ենք, որ բոլորը տարբեր են։ Մի բան միավորում է բոլորիս, մեր հայրենիքը։ Մի բան միավորում է բոլորիս մեր հայրենիքի ապագան։ Լինեք դուք Եվրոպական երկրներում, Ֆրանսիայում, Գերմանիայում,
Հունաստանում, Կիպրոսում բոլորի սիրտը բաբախում է հայրենիքի համար։ Ազգային արժեքները, մեր ճշմարտությունները սահմաններ չունեն։ Սահմաններ չունեն, քանի որ սահմաններ չունեն հայի ներկայությունը։ Բոլոր մայրցամաքներում, որտեղ բաբախում է հայի սիրտը, մեր ազգային արժեքները պետք է անպայման պահվեն ու պահպանվեն ու շարունակվեն։